Բարև իմ սիրելի հետևորդներ ջան, այսօր սկսում ենք նորից վերականգնել մեր էջը YouTube-յան և ուզում եմ քաղցրով սկսենք, հեշտ մատչելի թխվածքաբլիթի բաղադրատոմս եմ ներկայացնելու, շատ համեղ իմ մանկության տարիների, մայրս էր միշտ թխում ու ես ի պատիվ մայրիկիս հենց դրել եմ անունը թխվածք նվարդ։ Ուրեմն թխվածքաբլիթի համար պետք է 4 հատ ձու, 400 գրամ շաքարված, բայց ես մի քիչ հացրել եմ 50 գրամ, 200 գրամ թթվասեր, մի թեյիկ թալ սոդա ու վանիլին բաղադրատոմսի մեջ, պարտադիր չի, բայց գցում եմ համեղ ա լինում, մի պտղունց աղ, որպեսզի համերը բալանսի գա, 2 ճաշիկ թալ յուղ, չգիտեմ ինչի մայրս միշտ կարակ ունեցնենք, բայց պարտադիր ինքը յուղ է գցում, ես էլ եմ շարունակում, 4-4.5 բաժակել ալյուր, ստեղ շատ ա չնայած, այսքանը սիրելիները շատ բարդ բան չկա, շատ հեշտ մատչելի ու կհիշեք երևի սովետական միությունից այսպիսի ֆորմաներ իմ մանկության տարիներից մինչև առ այսօր պահում եմ, այս վերջերս եղբայրս զանգեց, թե ինչ կլինի մամայի այդ թխվածքաբլիթից, եթե հնարավոր ա թխես, թխել եմ, եկավ շատ հաճույքով, շատ կարոտով կերավ ու վերհիշեցինք շատ բաներ և այլն։ Հիմա սիրելիներս, ինչպես միշտ ասում եմ, ձուն լվացել եմ մաքուր, մի փոքր այսպես հարեմ, ավելացնում եմ շաքարավազը, 350 գրամ, այսպես չափի բաժակով վերցրել եմ, չնայած ես իմ բաժակների չափը գիտեմ ուղղակի, մի քիչ հարում ենք, ավելացնում եմ 2 ճաշիկ թալ, այս գթալով է վերցրել եմ յուղ, մի քիչ սառնա, բայց եսա որ ձեռքով հարեմ արդեն ինքը կփափկի, կհալվի, չնայած արդեն լավ ա, շատ համեղ ա, շատ հարմար ա, ասենք տանը եթե փոքր երեխեք ունեք, դպրոցական, մանկապարտեզի հարմար ա թխեք, դնեք հետները, տանեն, ուտեն, հագեցնող ա ինքը շատ, ես վերջում բաղադրատոմսը նաև կգրեմ ընկերներ ջան, հարգելի հետևորդներ ջան, ու մի շատ լավ բան ասեմ ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչքան ասեմ ջան, էլի երբ բավական չլինի, ամանորից առաջ տղաս ուզում էր ինձ նվեր աներ, անակնկալ աներ, ասեցի ես նվեր չեմ ուզում, բեր ջեռոցը փոխենք, ու քանի որ YouTube-ի գումարը նստել էր արդեն, ասեցի բեր մի հատ էլեկտրական ջեռոց վերցնենք, թարմացնենք, նա էլ լավն էր, աշխատող էր, բայց ասի ուզում եմ թարմացնեմ, սիրելի հետևորդներ ջան, տեսեք, սա ենք վերցրել, անչափ շնորհակալ եմ, գոհ եմ, որ դուք չլինեիք, կարող ա մի քիչ ուշ առնեի, այսպես շատ լավն ա, իմ ուզած, ինքը վենտիլյատորով, շատ հարմար ինձ ջեռոց ա, և իմ տղեն սրանով չբավարարվեց, ինքն էլ իր կողմից մեծ բլենդեր վերցրեց, քանի որ շատ ուզում է ես դա վաղուց ունեմ, միքսերի հետ էլ ունեմ բլենդեր, առանձին բլենդեր, էլի տղաս սա ծննդյանս օրն առել, բայց ես ուզեց ամանորին ավելի մեծը, նրանով էլ բան եմ որոշել կպատրաստեմ, նա էլ կտեսնեք սիրելի հետևորդներ ջան,
Հիմա սիրելիներս, ուրեմն ավելացնում եմ 200 գրամ թթվասեր և 1 թեյ գդալ սոդա։ Սենց բլուրարատ չեմ լցնում ես սոդան, լցնում եմ շատ երես, քանի որ այդքան է սոդան չեմ սիրում, ես ճիշտն ասած աշխատում եմ այդքան չօգտագործեմ ու փխրեցուցիչ էլ այս պահին չունեի ճիշտն ասած, կարող եք փխրեցուցիչով փոխարինել սոդան, 1 թեյ գդալի փոխարեն լցնեք 2 թեյ գդալ փխրեցուցիչ։ Հիմա սենց կհարենք, կհալացնենք, կմարենք մեջին սոդան, թթվասերի, սելի հետևորդներ ջան, ձեզանչափ շատ կարոտում եմ, դուք էլ գիտեմ, որ գրում եք, կարոտում եք, հարցնում եք երբ կլինի, բայց դե ներող եղեք, մեր սիրելի օպերատորը, քանի որ շատ զբաղված է, չի հասցնում ինչ ժամանակ տրամադրի, դրա համար այսպես շատ ձգձգվում է մեր գործը, բայց տեսնենք ոնց կստացվի, քանի որ սերիալ է նկարելու ինքը, կինոյում է նկարահանվում, մի քիչ գրաֆիկը խիտ է իրա, մի քիչ, մի պտղունցի չափ աղ ենք անում, այսպես, մրգային վանիլին է, դրա համար այսպես շատ եմ գցում, քանի որ այդքան էլ համ ու հոտ չունի, խառնենք ու արդեն ալյուրը կլցնեմ, կամած կհունցեմ, գունդ կանենք ու կբացենք, մեր ֆորմայով կտրտենք, թխենք, կարող եք ձու չքսել, մայրս չէր քսում, բայց ես ուղղակի քսում եմ, արդեն կավելացնենք ալյուր, աչքաչափով պետք է լինի փափուկ գռնակվող խմոր սիրելիներս, այստեղ 5 բաժակ ալյուր էր, բայց ինձ կարող է 4 պետք եղնի, կարող է 4.5, այնպես որ նայած ալյուր, հետո ձվի չափ գոյություն ունի, թթվասերի խտությունը, տեսակ ինչ խիտ թթվասեր էր, մեր խանութում վաճառում են, ոնց որ տնական լինի, միշտ տենց են վերցնելուց, այսօր մեր մոտ անձրև, ձնախառն, մռայլ եղանակը, ցուրտ, տունը չնայած շատ տաք է, բայց ամեն դեպքում եղանակին նայելուց մարդու տրամադրություն փոխվում է, սելի հետևորդներ ջան, հիմա խմորը կդատարկեմ սիլիկոնի գորգի վրա, մի քիչ լավ կշաղախեմ խմորս, գնդեր կանեմ ու յուրաքանչյուրը կբացենք, ֆորմայով կտրտենք, մինչև ջեռոցն է կմիացնեմ տաքանա ու կթխենք մեր գեղեցիկ թխված կաբլիթները սուրճի հետ, թեյի հետ, կաթի հետ, շատ հարմար անուշաբույր թխված կաբլիթները, մի փոքր ալյուր անենք, ամեն անգամ այսպիսի բաներ թխելը հիշողություններ ալավ արթնացնում իմ մանկությունից, որ միշտ մայրս թխել է, եփել է, պատրաստել է, շատ բաներ, որ իրանից ճիշտ է փոփոխություններ բաներ եմ մտցնում արդեն
մի քիչ, բայց դե ամեն դեպքում մայրս էլ տատիկս էլ շատ արտակարգ համով են պատրաստել։ Սելի հետևորդներ ջան, կարակ 3-4 գունդ, ինչքան որ ձեզ հարմար է, կտրտեք, գնդեք, շատ փափուկ, շատ սիրուն խմոր է լինում։ Սելի հետևորդներ ջան, սա է վերջացրինք, տնենք մի կողմ, թող հանգստանա, սա մի հատ ձեռքից տակի պարագաները վերցնեմ ու արդեն սկսեմ խմորները բացել, կտրտել ու արդեն ջեռոցնել։ Հիմա կմիացնեմ, սելի հետևորդներ ջան, հիմա գունդը բացում ենք, ոչ շատ բարակ, ոչ շատ հաստ։ Սելի հետևորդներ ջան, նայեք այս հաստության, մոտ մի սանտիմետր հաստության, այսպես գեղեցիկ, բացում ենք ու կտրում ենք, պատկերացրեք ինչքան հին ֆորմաներ ա, որ կոտրվել է արդեն, այսպես սրտիկներ անենք, տարբեր բաներ կանեն, որ հետաքրքիր լինի, ուտելուց էլ է հաճելի լինում։ Սելի հետևորդներ ջան, տեսեք, տարբեր տեսակի արեցի։ Հիմա թթվասեր եմ խառնել ձվի հետ, այսպես կսենք, մի քիչ փայլոտ եղնի, սելի հետևորդներ ջան, դնենք արդեն ջեռոցը լավ տաքացել է, դնենք թխվելու, 200 աստիճան է միացրած, դնենք թխվելու, հիմա ես սա կմիացնեմ նաև վենտիլյատորը ու այսպես կթողնենք, որ թխվի, մինչև կարմրաթուշիկ դառնալը, կհանենք ու արդեն մյուսը կպատրաստեմ, վերջում ձեզ ցույց կտամ արդեն, ինչքան եղավ մի պորցիան ու ինչքան սիրուն է ստացվում։ Այն մեկը չհասցրեցի ցույց տամ, հիմա երկրորդը ցույց տամ, տեսեք ինչ սիրուն, կարմրաթուշ թխվել են, գեղեցիկ, այսպիսի համեղ թխվածքաբլիթներ են ստացվել, ես էլ մի քանի հատ մնացել էր, սենց դնեմ, թող սա էլ թխվի ու վերջացնենք։ Այսքանը սելի հետևորդներ ջան, ուզում եմ տեսնեք ինչքան հեշտ արագ եղավ, տեսեք, իմիջայլոց գիտեք ինչ հիշեցի, աղի բլիթի օրը, տատիկս միշտ էս սրտիկ ֆորմայով աղի բլիթներ էր թխում ու բաժանում էր, ասում էր թող երեխեքը ուրախանան, հաջողություններ լինի իրանց սիրած էակներին գտնեն, բախտավորվեն, միշտ օրնանքով թխում բաժանում էր ու ամեն անգամ այս ֆորման օգտագործելուց պահի տակ հիշում եմ այդ սենց սիրուն կարմիր ժապավենով է կապում էր, ասում էր թող երեխեքը ուրախանան։ Ահա սիրելիներս, բերեմ լույս տեղ, տեսեք ինչքան գեղեցիկ ու ինչքան անուշ բուրում է, ու ինչ սիրուն փայլում է, նայեք փայլը ինչքան սիրուն է, լույսի տակ լավ փայլող թխվածքաբլիթներ են։ Այսքանը սիրելիներս, բաղադրատոմսը կգրեմ,
դուք էլ նայեք, պատրաստեք, տեսակ ինչքան արագ ստացվեց, երևի միասին իրար հետ մի ժամ բան եղավ։